Մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, սիրելի հայրենակիցներ, մենք քննարկում ենք կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները եւ այս արդյունքները մինչև լիագումար նիստերի դահլիճում քննարկելը նաեւ գլխադասային հանձնաժողովների ձևաչափով են քննարկել եւ մինչեւ բուն թեմային անցնելը նախ ուզում եմ ասել, որ փորձեմ հնարավորինս հակիրճ լինել, քանի որ վարչապետը իր խոսքում արդեն մանրամասն ներկայացրեց թե թվերը, թե արդյունքները, թե քաղաքական մասը, մտքերի փոխանակության ժամանակ, եթե մեր գործընկերները, որոնք հիմա բացակայում են դահլիճից, հարցեր կունենան, երևի այդ ժամանակ էլ անդրադարձ կկատարեմ, բայց մինչև հիմնական զեկույցին անցնելը զուտ որպես խոսակցության շարունակություն հարկերի մասով մի կարճ պատմություն եմ ուզում պատմել, պատմություն էլ չի, մեջբերում։ Իրականում պարոն վարչապետ, այդ խոսակցությունը, որ մեղադրում են հարկեր հավաքելու եւ պետական բյուջեն համալրելու համար կա ու քանի որ պետական բյուջեն համալրելը միայն իրենով բավարար չի, որ մեղադրանքներ ներկայացնեն, մի հատ դրան ավելացնում են, որ պետական բյուջեն համալրում են, որ իրենց համար կյանքի ավելի լավ պայմաններ ապահովեն։ Ես մի հատ մեջբերում կարդամ, ուրեմն 2018 թվականի փետրվարին, մինչև հեղափոխությունը, Armen Press-ը հարցազրույց է անում այն ժամանակվա մեր մարզպետներից մեկի հետ։ Հիմա հարցն եմ կարդում։ Ասում է, պարոն մարզպետ, 2017 թվականն ինչպիսի տարի էր այսինչ մարզի համար, մարզը կասեմ, ինչ ձեռքբերումներ եք ունեցել, ինչ եք առանձնացրել, հիմա պատասխանը, առաջին նախադասությունն եմ կարդում։ Անցած տարին աշխատանքի ու ձեռքբերումների տարի կարելի է համարել։ Այս առումով, եթե համառոտ ասեմ, ապա կկարևորեմ համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրված աննախադեպ բարձր կատարողականը։ Նախորդ տարվա համեմատ ավելի է հավաքագրվել շուրջ 389 միլիոն դրամ։ Այսինքն, պաշտոնյան որից հարցազրույց են վերցնում, համայնքային եկամուտների հավաքագրման աճը, այս մեր ուսանողներին էլ հատկապես տնտեսագիտական համալսարանի հետաքրքիր կլինի, ներկայացնում է որպես ձեռքբերում։ Հիմա ինչ ճիշտ է։ Հիմա այդ պաշտոնյան Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էր, որը մի քիչ առաջ մեզ մեղադրում էր, որ մենք պետական բյուջե ենք համալրում, իսկ հայտարարման համակարգը ներկայացրեց որպես հարկեր քերելու միջոց։ Քանի որ մեր գործընկերները մի հատ էլ նախագիծ ունեն, որը վերաբերում է գույքահարկին, եւ որը որպես առաջնահերթ օրինագիծ իրենք առաջարկել են, որ լիագումարում ընդգրկվի, չնայած հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, դեռ առիթ կունենանք մանրամասն այս ամեն ինչին անդրադառնալու, բայց ուզում եմ ասել, որ հարկել հավաքելը եւ այդ հարկելը ըստ նպատակի ծախսելը ու այդ գործը նորմալ կատարելը ոչ թե մեղադրանքի առարկա պետքա լինի, այլ հակառակը։ Եթե պարոն Խաչատրյանը ներկա լիներ կարձագանքել, բայց հույս ունեմ դեռ կարձագանքի ես էլ կպատասխանեմ։ Ինչ վերաբերում է անցած տարվա ցուցանիշներին, անցած տարի մենք ունեցել ենք 5.9% տնտեսական աճ եւ եթե համեմատում ենք այս ցուցանիշը կառավարության ծրագրի ու մեր առջև դրված թիրախի հետ, իսկ դա հիշեցնեմ, ենթադրում էր, որ մենք պետք է տարեկան միջինում ունենանք առնվազն 7% աճ, ապա մենք 21-24 թվականների ընթացքում միջինում ապահովել ենք 8.1% տնտեսական աճ։ Այսինքն մեր առջև դրած թիրախից մի բան էլ ավելի բարձր։ Եվ որ ավելի կարևոր է տնտեսական աճը, ինչքան բարձր է լինում, ապա դրա վրա հաջորդ տարի աճ ապահովելը ավելի դժվար է լինում, այնպես որ 5-9% տնտեսական աճը կարելի է համարել բավականին լավ ցուցանիշ եւ մեր առջև դրված թիրախներին հասնելու ճանապարհին կարևոր քայլ։ Բավականին ընդ որում նաեւ վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ 2018 թվականից մինչև այսօր
մեր համախառն ներքին արդյունքը իրական արտահայտությամբ, այսինքն գների աճը չեզոքացրած, կազմել է 43%-ի չափ։ Հիմա մեզ երբեմն քննադատում են պետական պարտքի համար, ու քանի որ այդպես հարմար է, նշում են, որ պետական պարտքը բացարձակ թվերով կրկնապատկվել է, եթե նայենք, թե ինչի հետևանքով է պետական պարտքը աճել, ապա կտեսնենք, որ պետական պարտքի հիմնական աճը տեղի է ունեցել COVID-ի և 2020 թվականի պատերազմի հետևանքով, որտեղ առողջապահական, սոցիալական բազում այլ խնդիրներ կան և մենք այդ ընթացքում ունենք բիզնեսի ակտիվության նվազում, հարկային եկամուտների նվազում և միևնույն ժամանակ ծախսերի աճ։ Եվ այս պայմաններում պետական պարտքի ավելացումը պարզապես այլընտրանք չուներ, որից հետո պետական պարտքը գերազանցեց մեր մոտ համախառն ներքին արդյունքի 60%-ը, իսկ հիմա մենք 50%-ի շրջակայքում ենք և գտնվում ենք կայունության մակարդակում, բայց եթե բացարձակ թվերով ենք խոսում, մեր համախառն ներքին արդյունքը 2024 թվականին գերազանցել է 10 տրիլիոն դրամը։ Համեմատության համար ասեմ, որ 2018 թվականին 6 տրիլիոն դրամ էր, այսինքն մենք հետհեղափոխական շրջանում համախառն ներքին արդյունքի 70%-անոց աճ ենք ունեցել։ Ընդ որում, եթե խոսում ենք նաև 2024 թվականի մասին առանձին, պետք է հաշվի առնել, որ մենք 2024 թվականին ստիպված ենք եղել մեր հիմնական, այսինքն բնականոն ընթացքից շեղվել, քանի որ մենք ունեցել ենք 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմահազար քաղաքացիներ և այն միջոցները, որոնք 2024 թվականի ընթացքում պետք է ուղղվեին այլ նպատակների, այդ թվում սոցիալական կամ կապիտալ շինարարության, դրանց մի ահագին մասը ուղղվել է մեր հայրենակիցների կարիքների բավարարման։ Այսինքն այս բոլոր մարտահրավերներով հանդերձ կառավարությանը հաջողվել է ունենալ այն թիրախները, հասնել այն թիրախներին, որոնք իր առջև դրված են եղել։ Թերևս ցուցանիշների մասին այսքանից ավել չխոսանք, հետո եթե կարիք լինի ավելի մանրամասն խոսամ, զուտ ուզում եմ 3 կետ էլ առանձնացնել, որպես կարծիք կամ առաջարկ, որպեսզի մեր աշխատանքը ավելի հասկանալի ու ավելի շահավետ կամ, չգիտեմ, հարմար լինի մարդկանց։ Առաջինը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա պետական համակարգի գործողությունների արագությունն է, ինչի մասին պարոն Եղոյանն էլ իր հարցի մեջ նշեց, այսինքն կան դեպքեր, երբ որ խոսքը վերաբերում է ոչ թե որոշում կայացնել կամ չկայացնելու, այսինչ բանը անել չանելուն, այլ այդ որոշման կայացնելու արագությանը, որովհետև եթե ինչ-որ բան տևում է օրեր, որը նորմալ է, ենթադրենք այդ որոշում կայացնողի համար, գործարարների ու հատկապես ներդրողների համար այդ ամեն օրը շատ մեծ նշանակություն ունի։ Երկրորդը դա մեր քաղաքականությունների կանխատեսելիությունն ու հասկանալիությունն է, այսինքն օրենքների հաճախակի փոփոխությունը և իրար հակասող քաղաքականությունների բացառումը։ Այս առումով էլ ինչքան մենք շփումներ ունեցել ենք տնտեսվարողների հետ, որպես գլխավոր խնդիր նշել են հենց կանխատեսելիության հետ կապված հարցը, և երրորդը, ինչի մասին նաև վարչապետը նշեց, դա կոմունիկացիան է, այսինքն շատ դեպքերում խնդիրները ի հայտ են գալիս կամ բարձրաձայնում են ոչ թե այն պատճառով, որ դրանք իրականում խնդիր են, այլ որովհետև միգուցե դա նաև մեր թերացումն է, որ նորմալ մարդկանց չենք իրազեկում, ինչ ենք անում, ինչի համար, ինչի ինչպես է աշխատում, և ամենակարևորն այն է, որ այս 3 կետերի հարցով էլ կառավարության հետ ու մեր քաղաքական թիմում կոնսենսուս ունենք և այս բոլոր կետերով մենք փորձելու ենք զգալի առաջընթաց ապահովել, այսինքն և արդյունավետության առումով պետական համակարգի և կանխատեսելիության ու օրենքների ինստիտուցիոնալ այդ գործընթացի վերանայման առումով և կոմունիկացիայի առումով։ Թերևս այսքանը հարգելի գործընկերներ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։